Ֆուտբոլային կրքերից սկսենք մեր քննարկումը, արդեն երկրորդ օրն է, որ ֆուտբոլային կրքերը մեզ հանգիստ չեն տալիս, մանավանդ որ պարտությունը ուղեկցվեց նաև իրապես անպարկեշտ վերաբերմունքով։ Ազգերի լիգայի անցումային փլեյօֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6-1 հաշվով ցավալի է, բայց ջախջախեց Հայաստանի հավաքականին։ Խաղի եզրափակիչ Սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ եւ վազել են դեպի վրացի ֆուտբոլիստները։ Ֆուտբոլիստների հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմը եւ սկսել պլաստիկե եւ մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ։ Այդ ամենը դուր չի եկել նաև վրացի իրական երկրպագուներին ու խաղադաշտ մտած դեռահասները արժանացել են նաև վրացական ուլտրասի սուլոցներին եւ հայհոյանքներին։ Այս անկարգության հետևանքով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվելու է, ինչպես տեղեկացնում են, նաև Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է խաղի վերջում երկրպագուների խաղադաշտ ներխուժմանը եւ հայերի ուղղությամբ պլաստիկե շշերի նետման փաստին, անընդունելի է նման վերաբերմունքը հյուր թիմի երկրպագուների նկատմամբ։ Այս բացարձակ անթույլատրելի գործողությունների պատճառով մենք վիրավորեցինք ինչպես հյուր թիմի երկրպագուներին, այնպես էլ մեր հավաքականին հնարավորություն չտվեցինք հավատարիմ երկրպագուների հետ միասին տոնելու հաղթանակը։ Նման վարքը վնասում է ֆուտբոլին եւ ստվեր է գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա։ Այս դեպքը կարող է նաև պատճառ դառնալ UEFA-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը, ինչը կվնասի մեր հավաքականին եւ վրացական ֆուտբոլի երկրպագուներին։ Իդեպ, միջադեպի վերաբերյալ կարծիք է արտահայտել նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեջբերեմ իր խոսքը, որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար։ Մենք կանգուն կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ եւ կապրենք խաղաղ եվրոպական Կովկասում, մեջբերմանավարտ Facebook-յան իր էջում գրել է տիկին Զուրաբիշվիլին։ Կանք նաև ազգային ժողով, ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը այսօր նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը արժանացրեց Եվրոմիության Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Այն ընդգրկվելու է ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։ Առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ կատարվել են, նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը, Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, այս նախադասությունն է փոփոխվել, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը առաջարկել էր ընդհանրապես օրենքը ընդունել առանց որևէ նախաբանի, նախագծի տեքստի երկրորդ հատվածը եւս խմբագրվել է եւ վերոշարադրվել է այսպես. մեջբերում եմ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոմիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Եվ այսպես քվեարկության եմ դնում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցը այն խմբագրմամբ, որով որ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը մեզ ներկայացրեց, ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ։ Նախագիծը ստանում է դրական եզրակացություն, քվեարկության եմ դնում նախագիծը առաջիկա երեքշաբթի սկսվող լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ։ Շատ լավ, նախագիծը այս խմբագրմամբ կընդգրկվի վաղվանից սկսվող ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովը կառաջարկի ազգային ժողովի խորհրդին
նախագիծ ընդգրկել վաղվանից սկսվող լիագումար նիստերի օրակարգ։ Քննարկման ժամանակ խոսվել է նաև երկար սպասված, ես կասեի, բաղձալի, այսպես, վիզաների ազատականացման գործընթացի մասին։ Հայաստանի քաղաքացիների համար Եվրոմիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։ Նա հիշեցնում է, որ բանակցությունները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբեր ամսին, որի ընթացքում տեղի ունեցան Եվրոմիության համապատասխան պատվիրակության հետ ինտենսիվ բանակցություններ։ Պարույր Հովհաննիսյանի խոսքով, չնայած գործընթացը ակտիվ փուլում է, այս պահին հնարավոր չէ նշել հստակ ժամկետ, թե երբ այն կավարտվի։ Թերևս ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բարևած ենք համագործակցությունով, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է, բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում, փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարծում ենք կարող է բարելավել նոր հիպատոսություններ բացելու արդյունքում, այնուամենայնիվ իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։ Բանակցությունները չեն սկսել 1 տարի, դա որոշումն էր, ինչը ընդունվել էր հուլիսին, բանակցությունները մեկնարկեցին դեկտեմբերին, տեղի ունեցավ Եվրամիության համապատասխան դիրեկտորատի այդ պատվիրակության հետ ինտենսիվ իսկապես բանակցություններ, հաջորդ փուլը ապրիլի 7-ից 11-ն է, այսինքն դեռ որ երկրորդ առաքելությունն է գալիս։ Ես կուզենայի հիմա շատ այսպես ստույգ ասեի, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին։ Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են այդ դեդլայններ, այդ կոնկրետ թվեր նշելու, բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը եւ նման գործընթացները տևում են 3-ից 5-6 տարի։ Ինչպես նշեցի, մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին, մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում կարծում եմ լավ պատրաստ են, մենք արդեն փորձում ենք մի շարք քայլեր անենք մինչև բանակցությունների մեկնարկը եւ այդ անգամ եվրոպական գործընկերները նշել են, որ պատրաստության առումով հաճելորեն զարմացած են։ Քննարկումներից դուրս արդեն միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարացի մի հարց հնչեց։ Երևանը վստահ է, որ Բաքուն չի պահանջի, որ Եվրոմիության առաքելությունը առհասարակ դուրս գա Հայաստանից, ինչին ի պատասխան փոխարգործնախարարը նշեց. Գիտեք, այժմ ոչ մի բանի մեջ երևի ասպես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Բայց եթե ԵՄ դիտորդները ուժ չեն, երրորդ երկրի ուժը, այո, դա սովորաբար խոսքը գնում է ռազմական ներկայության մասին։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզուարյան այծի։ Պատկերացնում եք, բեզուարյան այծ պահել են տան պայմաններում։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչը իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզուարյան այծի առնվազն 1 առանձնյակ։ Ապօրինի ձեռք բերված կենդանին ազատագրվել է եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության եւ հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։ Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 15 միլիոն դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, այլ մանրամասներ չեն հաղորդում։ Այսպիսով, ինչպես գիտեք, մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը մեր երկիր, Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները ունեն ռազմավարական նշանակություն,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին։ Իդեպ վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում եւ միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետեւողական զարգացմանը նպաստելու համար։ Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է եւ դրա կարևոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք է, երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համար եւս։ Իդեպ մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկու ստեյք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւս։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միանշանակ է, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Իդեպ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի էր ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի իր գործընկերոջ առանձնազրույցը։ Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված էր նաև Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Անդրադարձ կատարենք նաև լրագրողների հետ զրույցին, նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիների ընթացքում։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա շատ կարևոր արդյունք է։ Խոսվեց նաև էսկալացիայի վտանգի մասին, էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշում է, որ Իրանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին եւ, ինչպես ասում է նախարարը, մեջբերեմ իր խոսքը, մենք հուսով ենք, որ շուտով երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Կարծում ենք, որ Կովկասի խաղաղության եւ կայունության համար համաձայնությունը շատ կարեւոր է եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար շատ կարեւոր է հենց այդ հարցը եւ հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն եւ այդ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Մեջբերման ավարտ։ Եվ շարունակելով թեման, անդրադառնալով Հարավային Կովկասում նոր էսկալացիայի հնարավորությանը, Իրանի արտաքին գործերի նախարարը նշում է, որ էսկալացիայի վտանգը տարածաշրջանում ցավոք գոյություն ունի եւ վստահ ենք, որ այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասցվեն եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի համար շահավետ է։ Խոսելով Կովկասում տևական խաղաղության մասին Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Արաղչին նաև նշում է, որ իրենք ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը։ Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը եւ տարածաշրջանային տարածքների ամբողջականությանը աջակցում ենք եւ դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը եւ ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությունների դեմ ենք եւ սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է։ Պաշտոնական Երևանը անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը արդեն համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ, որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները։ Սակայն խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությանը կարծես թե Բաքվից չեն արձագանքում։ Այս մասին հայտնում է պարոն Արարատ Միրզոյանը։ Պաշտոնական Երևանը հետևել է իրադարձություններին անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ, որոշելու
համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչ պետք է անենք հարցնենք, պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին այո, չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի։ Մենք ուզում եմ մեկ անգամ եւս ասել, պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացում եւ դնել մեր ստորագրությունը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտվել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է մոտ 2 ժամ։ Երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ էին անցկացրել նաեւ մարտի 23-ին, իսկ մարտի 24-ին կայացել էր ռուս-ամերիկյան հանդիպումը, որը տևել էր 12 ժամ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պատմել էր նախորդին Ռիադում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Նրա խոսքով կողմերին հաջողվել է շատ խնդիրներ քննարկել, սակայն կոնկրետ թեմաներ չի նշել։ Սենատորը նշել է, որ տեղի է ունեցել բարդ, բայց օգտակար երկխոսություն։ Կարասինը պարզաբանել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի եւ առանձին երկրների մասնակցությամբ։ Նա համոզված է, որ ամերիկյան կողմը նույնպես շահագրգռված է երկխոսության շարունակմամբ։ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակից ցուցարարների խումբը փորձել է արգելափակել Ստամբուլի առանցքային Գալաթայի կամուրջը։ Մեքենաների երթևեկությունը ժամանակավորապես դադարել է։ Ի աջակցություն կալանավորված քաղաքապետի բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 19-ից։ Ներքին գործերի նախարարության տվյալներով ոստիկանությունը ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալել է ավելի քան 1100 մասնակցի։ Վիրավորվել է 123 ոստիկան։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը անդրադարձել է Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, նշել, որ դա լուրջ հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների առանցքային տարրն է, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտոչկովան Չեխիայից եւ զեկուցող Կարինա Օդերբինկը Շվեդիայից մտահոգություն են հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորմամբ եւ Թուրքիայում դրան հաջորդող բողոքի ակցիաները ճնշելու կապակցությամբ։ Ըստ հայտարարության ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևում է իրավիճակին եւ կոչ է անում հարգել ժողովրդավարական սկզբունքները։ Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը գալիք ընտրություններում։ Ազգային ժողովի 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արդեն ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Հիշեցնենք, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում, մենք մեր նախորդ թողարկման ընթացքում խոսել ենք դրա մասին եւ նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, այդ նախադասությունն են հեռացրել։ Այսպիսով եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ տեղեկացնում է, որ կառավարությունը առաջարկել էր համընդհանուր օրենք ընդունել առանց նախաբանի։ Նախագծի տեքստի երկրորդ հատվածը եւս խմբագրվել է եւ վերաշարադրվել այսպես, մեջբերում եմ։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոմիության անդամակցելու գործընթացի մեկնարկը։
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ պարոն Արտակ Զեյնալյանը տեղեկացնում էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությամբ էլ ներկայացնում է հենց օրենքի նախագիծը։ Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի Եվրոպական միությանը։ Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, այն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը ներկայացրել է առաջարկություն։ Առաջարկությունը աշխատանքային կարգով քննարկվել է ազգային ժողովում, կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ եւ ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը։ Պարոն Զեյնալյանը այնուհետև ներկայացրեց օրենքի նախագիծը։ Զեյնալյանի խոսքով պաշտոնյաների եւ խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մակարդակներից եւ ինստիտուտներից վերջին ամիսներին գոնե հնչել են միանշանակ եւ հստակ ազդակներ, հաջողություն մաղթելով Հայաստանի Հանրապետությանը Եվրոմիության անդամակցելու գործընթացում։ Քաղաքացիական աջակցությունը տեսանելի է դարձել թե երկկողմ հանդիպումներում եւ թե տարբեր միջազգային հարթակներում։ Պաշտոնյաների եւ խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից եւ ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ եւ հստակ ազդակներ ի աջակցություն Հայաստանի կողմից Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկին։ Քաղաքական աջակցությունը տեսանելի դարձավ թե երկկողմ հանդիպումներում, թե տարբեր միջազգային հարթակներում։ Քանզի ժամանակը կարճ է, ես կներկայացնեմ միայն Եվրոպական միության Հայաստանի խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ հանդիպման հայտարարության երկրորդ պարբերությունը, ըստ որի կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, հրավիրում է Հայաստանի կառավարությանը Եվրոպական միության ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան, հասնելու պետության ապագայի համար այս ռազմավարական նշանակության նպատակին Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի եւ Կոպենհագենի չափանիշների լիարժեք պահպանմամբ։ Դե ինչպես եւ այս դեպքերում լինում է, Մոսկվայից արձագանքը չի ուշանում, թեման մեկնաբանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը։ Մեջբերեմ իր խոսքը։ Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի ետևում է, քանի որ Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել, բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրոմիությանը, ինչպես նաև միության առանձին անդամներին, օրինակ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի հետխորհրդային տարածքից դուրս պրծնելու ցանկությունները, նշել է Զատուլինը։ Դե կրկին ազգային ժողով, որտեղ ինչպես ասացի, բազում հարցերի օրակարգ է քննարկվել, մեղադրանքներ, մի խոսքով ազգային ժողովում միայն եվրոպական ապագան չէ, որ քննարկվել է, այսպիսով մեկնարկում է Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկումը, հետեպ այսօր այս դրվագները ավելի շատ դատական նիստ էին հիշեցնում, քան թե ազգային ժողովի բնականon աշխատանք, բայց դե ունենք այնինչ ունենք։ Այսպիսով միջնորդությունը ներկայացնելու համար ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանը։ Վերջինս ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում ներկայացրեց ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Վարդապետյանը հայտնում է, որ միջնորդագիրը պաշտոնապես ուղարկվել է ազգային ժողով եւ հրապարակված է ազգային ժողովի կայքում։ Եվ բնականաբար այսքանից հետո, ինչպես եւ ակնկալվում էր, պարոն Աղազարյանը համաձայն չէ մեղադրանքների հետ, ինձ գումար չեն առաջարկել, հետեւաբար ոչ հրաժարվել եմ, ոչ էլ համաձայնություն եմ տվել, ինձ գումար չեն առաջարկել, նշում է Աղազարյանը, վերջինս նաև հայտարարում է, որ հանդիպան ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու անգամ խոսակցություն, падգամավոր Աղազարյանը որոշ մանրամասներ է ներկայացրել։ 2023 թվականի օգոստոսի 8-ին ես Սևան քաղաքը, Սևանա լճի կողքին է։ Սևանա լճում եղել եմ հանգստանալուց։
Ես չեմ գնում Սևծովեր, Եվրոպաներ, մեկ էլ մյուսներ Հանգստանում Սևանում ամեն տարի մեծագույն հաճույքով։ Զանգում այն Սլավիկ Պողոսյանը։ Եվ ասում, մենք ծանոթներ էինք, եւ ասում, որ խոսալու բան կա, պարոն Աղազարյան։ Ասեմ, հա, Սլավիկ ջան, վաղը գանդեպենք զրուցենք։ Չէ, շտաբ խոսալու բան կա, ասեմ, Սևանում եմ, Սլավիկ ջան, ոչինչ, ես կգամ, եթե հարմար է։ Ես անհանգստացա, որովհետև մի փոքրիկ ուրիշ կոնֆլիկտային իրավիճակ կար, որին ես տեղյակ էի, ասեցի երևի թե բարձրություններ առաջացել, մարդ ուզում է գա, դրանք կարամ օգտակարել, թե չէ։ Եկավ։ Ես հելա ճանապարհի եզրին մեքենայով եկա, մեքենան կանգնեցրեց մի որոշ հեռավորության վրա, ինքը դուրս եկավ մեքենայից եւ մենք այդտեղ զրուցեցինք։ Սլավիկ Պողոսյանը ինձ ասեց, որ ընկեր ունի, ով Էմիրատների հետ կապ ունի եւ կարող են ոչխարներ արտահանեն, բայց մի հատ խնդիր կա, որ երբ որ ոչխարները արտահանում են, պետք է ինչ-որ կարանտին անցնեն, տեղափոխվում են եւ քաշ են գցում, հնարավոր է արդյոք խնդրել համապատասխան մարմիններին, որպեսզի այդ կարանտինի այդ գործընթացները, անաստաբուժական գործընթացները անցկացնեն, ոչ թե ոչխարների տեղակայման վայրում անցկացնեն, ոչ թե բերեն եւ ոչխարները քաշ գցեն։ Ես որ տեսա, որ խոսքը չի վերաբերում են խնդրահարույց հարցին եւ կներեք մի քիչ ես ասեմ գինովցած էի, ասեցի որ Սլավիկ ջան, չեմ կարող միանգամից պատասխանեմ, բայց կմտածեմ, կճշտեմ, կպատասխանեմ, վաղը կամ մյուսօրը կպատասխանեմ։ Այդպես բաժանվեցինք։ Այստեղ ես տիկին դատախազ մի բան եմ ուզում ասեմ, միգուցե ես սխալվում եմ։ Սլավիկ Պողոսյանը իր ցուցմունքներում ասում է, որ մենք երկուսով ենք զրուցել Սևանում։ Ես ասում եմ, որ մենք երկուսով ենք զրուցել Սևանում։ Աշոտիկ Կամավոսյան ասում է, չէ, ես էլ եմ մասնակցել այս զրույցին։ Ինչպես։ Հա, որ ինքն էլ է մասնակցել զրույցին։ Եվ միջոցառների մեջ, որը ստորագրել է տիկին դատախազը, ասում է, որ պարոն Աղազարյանի հիմնավորումները անարժանահավատ են, որովհետև ապացուցված է, որ Աշոտիկ Կամավոսյանի, Հովիկ Աղազարյանի եւ Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները սպասարկվել են նույն ալեհավաքում։ Բայց հարգելիներս նույն ալեհավաքում դա չի նշանակում, մի ալեհավաքը չի սպասարկում 5 քառակուսի մետր տեղ։ Մի ալեհավաքը սպասարկում է մի քիչ ավելի, շատ ավելի մեծ տեղ։ Եվ հետեւաբար միգուցե Աշոտիկ Կամավոսյանը մեքենայում նստած է, ես չեմ նկատել։ Դուք ո՞նց եք դա դնում։ Այսպես որպես ապացույց ես ամեն ինչի հիմքում եւ կարեւոր ձևով եւ իմ խոսքերս անարժանահավատ եք համարում եւ երկու կողմ ասում են մեկ առանձին եք զրուցել, երրորդ կողմն ասում է որ ինքն է մասնակցել զրույցին։ Իմիջիալոց այդ Աշոտիկ Կամավոսյանին ես առաջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ, որին ես երբեք չեմ տեսել։ Բայց ինչ է տեղի ունեցել։ Ես հաջորդ օրը որոշակի ճշգրտումներից հետո զանգում եմ Սլավիկ Պողոսյանին, ասում եմ, որ Սլավիկ ջան, այդ խնդիրը ես չեմ կարող օգտակար լինել, որովհետև խիստ կանոնակարգված է, ապարատուրաներ, բաներ եւ այլ, դա հնարավոր չի, ներող կլինես։ Չէ, գամմա ճշտենք այդ ամեն ինչը բան, այս կոմենքում, ասեմ, դե ինչ ճշտելու բան կա, հիմա ես պատասխանեցի, չի ասում ուրիշ խոսալու բան կա։ Պայմանավորվեցինք հաջորդ օրը որ գա։ Հաջորդ օրը ինք եկավ Աշոտի հետ, ոմն Աշոտի հետ, որը կապ չունի, այս նույն Աշոտը չի։ Որ այդ Աշոտը եկավ, ուրիշ մարդ էր այդ մարդը, ես այդ մի Աշոտին եմ տեսել այդ ամբողջ ընթացքում։ Իսկ մյուսը Աշոտի կանվանենք, որին տեսել եմ բանի ժամանակ, առերեսման ժամանակ։ Այդտեղ էլի այդ խոսակցությունը բացեց, ես ասացի, որ ես չեմ կարող օգտակար լինել, որովհետև որևէ մեկն չի կարող օգտակար լինել, որովհետև դա անհնար է, ամեն ինչ այսպես կոչված կանոնակարգված է։ Ու ուզում էի եւ լքում էի տեղը հանդիպան վայրը, ձեռնից իրանք մի երկու բան խոսացին իրանց համար, ես գնացի։ Եվ շարունակելով թեման, պատգամավոր Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ իրեն պարտքով գումար են տվել, ոնց հասկանում ենք տան համար, ու այս երկար պարզաբանումը, որպեսզի չշարունակվի, կարծես թե միջամտում է Ռուբեն Ռուբինյանը։ Ինչ հարց է նա տալիս։ Պարոն Աղազարյան, արտահերթ հարց ես ունեմ։ Կխնդրեի պարզաբանել այս հետևյալ դրվագը լավ չհասկացա։ Դուք ասեցիք, որ Արամ Մկրտչյանը ձեզ $8000 պարտք է տվել հիպոթեկով տուն գնելու թե վերականգնելու համար։
Հետո ասացիք, որ մի այլ երրորդ անձ, կառուցապատող, եթե չեմ սխալվում, այդպես ասացիք, ասելա ձեզ, որ Արամ Մկրտչյանը հարցրել է ձեզ փող տվել է թե չէ, ու ինչ որ իրան փող տի վերադարձնել, հետո էլ ասացիք, որ դուք այդ գումարը փաստաթղթավորված վերադարձեք իրեն ում Արամ Մկրտչյանին, թե երրորդ անձին։ Դե այդ դեպքում հարց, ինչի համար։ Այսինքն միջլավ տրամաբանություն չեմ հասկանում, էլի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Եվ բայց հարց երկրորդ մասն էլ ունի։ Իսկ այդ գումարը հայտարարագրել եք։ Խնդրում եմ այս երկու հարցին պատասխանեք։ Ուրեմն Արամ Մկրտչյանը ստորագրության փաստաթուղթ կա, որի մոտ է, որ ինքը այդ երրորդ անձին գումար է պարտվել, մոտ $25,000 չափ։ Եվ երբ որ իրանց մեջ այդ կոնֆլիկտը եղավ եւ ինքը իբր թե ասել որ $25,000 տվել է ինձ, ես բանավոր պայմանավորվեցի Արամի հետ, որ եթե ինքը չվերադարձնի այդ մարդու գումարը, ես խնդրեմ ինքը մի քիչ սպասի, էլի։ Եթե չվերադարձնի այդ մարդու գումարը, ապա այդ $8,000, որ ես քեզ պարտքեմ, Արամ ջան, որ դու արդեն ուզում ես, որովհետև արդեն դու հասկացա, որ ես հասկացա, թե դու ով ես, կտամ այդ մարդուն։ Բանավոր պայմանավորվածությունը դեռ բերված է, եւ ես այդ փաստաթղթավորված տվել եմ այդ երրորդ մարդուն։ Ինչ վերաբերում է այդ հայտարարագրմանը, գիտեք, ես կարծում եմ օրենքի մեջ թույլատրվում է, եթե չեմ սխալվում, որ եթե դա պրոցեսը լինում, ասենք վերցնում ես 2 ամսով, 3 ամսով վերադարձնում ես բանման, կարիք չկա հայտարարել, եթե չեմ սխալվում։ Այսինքն ես վերցրել եմ, վերադարձել եմ աշխատավարձից, էլիա պետք եղել, էլիա տվել, վերցրել եմ, հետո երբ որ մենք երբ որ հաշվար կատարեցինք, դուրս եկավ, որ ես պարտք է $8,000, որն էլ այս ձևով վերադարձրել եմ։ Խորհրդարանում այսօր էլ շարունակվել է падգամավոր Հովիկ Աղազարյանին падգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակիչ իր ելույթում անդրադարձավ 3 եւ այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում падգամավորների հնչեցրած մի շարք հարցերի, ընդգծելով, որ բոլոր քաղաքական քննարկումները թողնելու է քաղաքական մարմիններին։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե ինչու ավելի շուտ չի եկել ազգային ժողով, Վարդապետյանը պարզաբանեց։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի падգամավորներ, պատվարժան падգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին, պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Իդեպ այդ նույն տրամաբանությամբ որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործի կալանքը եւ այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետեւ դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել։ Սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա։ Եվ եթե նկատել եք, ոչ մի падգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի։ Մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի падգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ չասեմ, ճնշում բառեսը շատ ասացիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չունենք, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Դե բնականաբար պարոն Աղազարյանը եւս խոսել է, հաջորդ քայլը լինելու է ափալ-թափալ դատարան տանելն ու ինձ մանդատից զրկելը։ Աղազարյանը այսպես է մեկտաբանում կատարվածը եւ հավելում, մեջբերեմ իր խոսքը. ես շատ լավ եմ զգում ինձ, շատ հպարտ եմ զգում, որ եղել է մի թիմում, որտեղ կան անհատներ, որոնց հետ շփվելը միայն ամեն ինչ արժի։ Աշխարհի բոլոր անձները թոթափեն իմ գլխին, իմ ընտանիքի գլխին,
եթե վարչապետը չի հրահանգել։ Ինչ եկեք կապիկություններ անում։ Եվ ո՞րն է բանը փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, դուք այդ թիմից եք եղել, գիտեք նման հարցերին ինչպես են լուծում, թե փաստը Արման Եղոյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ Բակեն Փիլյանի ելույթը։ Դուք երեք եք լսել։ Դուք եք մարդիկ ասում են ինչ եք անում, ախպեր։ Գոնե խարդակության հոդված դրեք։ Այս մարդը ինչ լծակ ունի, որ կաշառք վերցնի։ Դե ինչ, տեղափոխվենք հայրաքաղաք Գյումրի, երեկվանից տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրիում ընտրություններից մի քանի օր առաջ ընտրակաշառք է բաժանվում։ Արագ կարգով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ընտրակաշառք տալու եւ ստանալու, ինչպես նաեւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Գյումրիում իրականացված խոզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք, հակակոռուպցիոն կոմիտեից հայտարարեցին եւ հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ խոզարկություններ ու ձերբակալություններ են տեղի ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ընդդիմությունը բնականաբար իր լրատվական բոլոր խողովակներով մեղադրանքները կեղծ ու շինծու է որակում, իսկ կատարվածը պարզապես քաղաքական հետապնդում։ Այն, ինչ տեղի ունենում այս պահին Գյումրիում, ընդդիմադիրների հետ կապված պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ուղղված սպառնալիքներով։ Այսպիսի տեսակետ է հայտնում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, մեկնաբանելով Գյումրիում սկսված խոզարկությունները ընդդիմության գրասենյակում, շտաբում եւ տանը։ Հենց այս պահին ինչ որ արվում է Գյումրիում ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ, դա եւս պայմանավորված է իր վարկանիշով ստեղծված վտանգներով, ինքը հասկանում է իր կործանման եւ խորտակման վտանգ է եւ այն ռեպրեսիաները, որ իրականացվում են հենց հիմա Գյումրիում, տարբեր քիչ առաջներ տեղեկություն եղավ, որ մարդուն Գրիգորյանի գրասենյակին երկու դրանից առաջ գիտեք Մայր Հայաստանը, այսինքն Վարդան Ղուկասյանի համար հիմքերը 3 էին ստեղծվել, գործ ունենք մի խելագարի հետ, իսկ իրավապահ մարմինները ընդհանրապես բութ գործիք են սրա ապօրինի հրահանգները կատարելու եւ իշխանության վերարտադրությունը ապահովելու համար դատախազը հիմա որ խոսում է, ինքը վաղուց պետական շահերի պաշտպանը չի, ինքը Նիկոլի ապօրինի հրահանգները կատարող պաշտոնյա։ Իդեպ իշխանությունից բնականաբար եւս հակադարձեցին ընդդիմությանը, փորձում են ազդել որոշման վրա, քաղաքացու քվեի վրա եւ իրավապահ մարմինները պետք է գործեն եւ ես կարծում եմ, որպես գործիք օրենքի ողջ խստությամբ են աշխատում։ Այս մասին ազգային ժողովում ասում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Գյումրիում անցկացվելիք ընտրություններից առաջ ընտրակաշառք առաջարկելու դեպքերին։ Իդեպ որոշակի բառամթերք եւս հնչեց, որի բովանդակությունը ինքնին տհաճ է։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի հատված։ Գլուխները տալու ենք պատերին բոլորի, ովքեր փող են ուզում բաժանեն մարդկանց եւ գնել մարդկանց ուրեմն քվեն։ Ընկերներ, էլի ասֆալտին փռեք, գլուխները պատով տանք, թաթիկները այսպես անենք, բարեկամներ, այս 7 տարվա մեջ ձեր նշած խոշոր խաղացողներից մեկի ապօրինությունները ապացուցեք, դատեք, ոչ մեկի գլուխները պատով տալ պետք չէ, ժողովուրդը ամեն ինչ կհասկանա։ Եվ քանզի խոսեցինք գումարներից ու միջոցներից, այսօր կառավարության նիստներ եւ ինչպես գիտեք, մի շարք հարցեր են քննարկվում եւ ուշադրությունը հրավիրեցինք մեկ հարցի վրա, ամենայն լրջությամբ ուսանողների ու դասախոսների համար վարկով հեծանիվ գնելու տոկոսադրույքի զրոյացման թեման էին քննարկում, այսինքն եթե դու ուսանող ես կամ դասախոս ես եւ ցանկանում ես վարկ վերցնել, որպեսզի հեծանիվ գնես, ապա տոկոսադրույքը զրոյական է։ Կարծես թե ճիշտ եմ հասկանում։ Ըստ էության ինչ ենք ասում այս որոշման նախագծով, մենք այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի եւ վերադառնալ տուն կամ հեծանիվ օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։
Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, Տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ Տոկոսը զրոյացնում ենք բոլոր այն քաղաքացիների, ներողություն, ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց, ինչը իհարկե նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում, երկրորդը առողջ ապրելակերպի խթանումը շատ կարևոր եւ համոզված եմ, որ մաքուր օդին դասի գնալը եւ մաքուր իհարկե օդն էլ պետքա մաքուր պահենք, այդ խնդիրն էլ կա զուգահեռ, բայց ամեն դեպքում հաստատ բանի մեջ դրսում ավելի մաքուր է, քան տրանսպորտի մեջ, թեկուզ համեմատության մեջ, եւ սա կարծում եմ լավ ծրագիր է, որը գիտեք հիմա հետեւյալ խնդիրը կա, օրինակ շատ են խոսում, ասում են քաղաքային իշխանությունները ինչի հեծանվային ուղիներ չեն ստեղծում եւ այլն, բայց նաեւ դա էլ է պետք հասկանալ, որ եթե դրա ռեալ պահանջարկը չկա, այսինքն քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն խնդրեմ է, հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։ Հիմա խնդիրն է նա, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ տենց հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրական։ Հիմա ասենք, որ ոչ մի քաղաքային իշխանություն, որ տենց մոտիվացիա չունի, որ հսկայական կապիտալ ծախսեր անի, որ հեծանվային ուղիներ բացի, որովհետև դա նաև մյուս տրանսպորտային սխեմաների փոփոխություն է ենթադրում, որոշակի ջանք է, դժգոհություն է նաև ենթադրում ավտոտրանսպորտից օգտվողների համար։ Եվ հետևաբար նախ պետք է դրա ռեալ պահանջարկը ձևավորվի։ Իսկ դրա ամենաառաջնային կրողները կարող են լինել ուսանողները։ Ընկերներ, տեսեք, երբ որ կառավարության նիստի ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ պահանջարկ չկա, հեծանիվները քիչ են, այսինքն ինչ է, էլի քաղաքացին է մեղավոր, հա? Քշողները պիտի շատ լինեն, որ համապատասխան ուղիներ ստեղծենք, այս անենք, այն անենք, կներեք, բա հարյուրավոր ինքնագլդորները, այդ սամակատ կոչվածները, հա, կամ էլեկտրական սկութերները, որ քաղաքում կան, ամեն խաչմերուկում տասնյակներով շարած են, դա ինչ է, պահանջարկ չէ, այն որ սկութերի վրա 3-4 հոգով երթևեկում են Բոմբեի տեսարաններով, ինչ է, դա պահանջարկ չէ, կամ քանի հոգու գցեցին տակը, դա ինչ է, պահանջարկ չէ։ Մենք մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ ավելի հավանական է, որ էլեկտրական սկուտեր մարդ կգնի ու կքշի, քան հեծանիվ։ Իդեպ այս տենդենսը ամբողջ աշխարհում է դիտարկվում, ոչ միայն մեզ մոտ։ Եթե համապատասխան ենթակառուցված լինի, հարմար ու ապահով, վստահեցնում եմ, որ մարդիկ կվերանային իրենց փոխադրամիջոցի ընտրության հարցը, բայց եթե պիտի վտանգեն իրենց կյանքը, հազար ազդանշանով, հայհոյանքների ուղեկցությամբ, մի հատ էլ կռվի մեջ ընկնեն, որը կարող է ավարտվել պոտենցիալ դանակահարությամբ, կդրեք իհարկե, սենց սպասելով էլ մնալու ենք։ Երևի այդ նույն ձև էլ սպասում ենք Աջափնյակ մետրոյի կանգառի կառուցմանը։ Մինչ մարդիկ ոտքով, բարեկամության կայարանից հազարներով չքայլեն դեպի Աջափնյակ մետրոյի կայարան, չեն նկատի, որ պահանջարկ կա, չեն կառուցի, այդպես էլ կմնանք։ Ընկերներ, քաղաքը գերծանրաբեռնված է, դա բոլորը գիտեն։ Գերծանրաբեռնված երթևեկությամբ եւ օդի աղտոտվածությամբ, այնպես որ առաջարկում եմ այլ տեսանկյունից նայել խնդրին։ Եվ կրկին Մոսկվա եւ Մոսկվայից հնչող սպառնալիքներ կամ տրամաբանության եւ նախազգուշացման մեջ։ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական միության միջև, չի կարող երկու աթոռի վրա նստել։ Այս մասին հայտարարել է իդեպ հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեջբերեմ իր խոսքը։ Ես կարդացել եմ բուն օրինագծի տեքստը, որը ընդունվել է Հայաստանում, այն կողմ է ամեն լավին, ամեն վատի դեմ, բոլորովին ընդհանուր բառերով, բայց սա Հայաստանի ներքին խնդիրն է, լրագրողների զրույցում ասել է Օվերչուկը, նա նաև նշել է, որ ԵԱՏՄ եւ Եվրոմիությունը ունեն ճակերտավոր նման օրակարգեր։ Այդ պատճառով իհարկե երկիրը պետք է որոշի եւ կատարի այդ ընտրությունը, քանի որ հնարավոր չի նստել երկու աթոռների վրա։ Դա բացարձակապես ակնհայտ է, նշել է Պաշտոնյան։ Իդեպ
այս շաբաթ արդեն որերորդ անգամ է հնչում մեկնաբանություն անդամակցության շուրջ Եվրոմիություն, ԵԱՏՄ փոխհարաբերության մասին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով ևս մեկնաբանում է Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության հետ կապված գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը տարբեր մակարդակներում բազմիցս հնչել է, եթե կարճ ձևակերպենք անդամակցությունը Եվրոմիության եւ ԵԱՏՄ-ի փոխադարձության միջև, դա ընդունելի չէ։ Դրանք բարեբախտաբար կամ ցավոք միայն բացառող երևույթներ են, հստակ չափանիշներով եւ ոչ քաղաքական կամ գաղափարական տեսանկյուններից, հայտարարել է Զախարովան։ Իդեպ, սա արդեն այս շաբաթվա մեջ, եթե չեմ սխալվում, երրորդ նման մեկնաբանություն է պաշտոնական Կրեմլից, այս թեմային կրկին չի անդրադառնա, եթե մեր պաշտոնական խողովակներից հնչեին սպառիչ եւ հստակ պատասխաններ ռուսաստանցի պաշտոնյաներին։ Տեսեք, մեզ մեղադրում են երկու աթոռների վրա նստելու համար, մեզ ասում են, որ Եվրոմիությունը եւ ԵԱՏՄ-ը իրար հակասող կառույցներ են եւ միաժամանակ երկուսին հարել ուղղակի հնարավոր չէ։ Ինչպես կասեր հայտնի դասականը, իրոք, բա ինչու եք մեզ մեղադրում այս ամենի մեջ, բայց չեք մեղադրում ձեզ։ Ինչու նույն տրամաբանությամբ չի կարող օրինակ Ռուսաստանը լինել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը։ Դա եւս իրար հակասող է, չէ՞։ Ինչպես կարող է Ադրբեջանի աջակիցը, ռազմավարական գործընկերը եւ Ադրբեջանի ընդհանրապես աջակցողը, զենք զինամթերք մատակարարողն ու ռազմավարական դաշնակիցը լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության եւ սուվերենության երաշխավորը։ Բարեկամներ, մենք տասնամյակներ շարունակ այս տրամաբանությամբ ենք ապրել, դրա համար ենք հասել այս հանգրվանին։ Ես շատ կցանկանայի, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը նման հստակ հակադարձում ուղեր այս տեսանկյունից դիտարկել հարցը եւ կարծում եմ, եթե նման բան լինի, ապա 7-րդ ու 8-րդ անգամ Կրեմլից նման հայտարարություններ այլևս չեն հնչի։ Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում։ Նման հրապարակում է Facebook-յան իր էջում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել է հեշթեգի ներքո է գրում վարչապետը մեջբերեմ իր խոսքը Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ մեջբերման ավարտ։ Այս պահին տեղափոխվենք հայրաքաղաք Գյումրի, Գյումրու ավականու անդամի տեխնացու Կարեն Գրիգորյանը, մեր քաղաքադաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի տեխնացու Մարտուն Գրիգորյանի որդին եւ հայրը ազատ են արձակվել։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրիում իրականացված խոզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք, Մարտուն Գրիգորյանի հայրը եւ որդին բերման էին ենթարկվել։ Հիշեցնենք, որ իրավապահները գործողություններ էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում եւ Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում, խոզարկել էին շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու Մայր Հայաստան դաշինքի ընդհանուր գրասենյակը, խոզարկվել էին նաեւ Մայր Հայաստանի դաշինքի համակիրներից եւ աջակիցներից մի քանիսի բնակարանները։ Հատուկ ջոկատայինները Գյումրիում խոզարկություններ էին իրականացրել նաեւ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում։ Լավ լուրերի մասին, Armflix մեդիա հարթակում սպասվում է մեծ պրեմիերա, արդեն շատ շուտով հարթակի բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու նոր գերլարված դրամա Vendetta։ Նկարանումների հրապարակում եղել է մեր լրատվական թիմը։ Armflix հարթակը մշտապես հեռուստադիտողին ներկայանում է նոր ասելիքով, տարբերվող կոնտենտով եւ տարբեր ժանրերի ֆիլմերով։ Այս անգամ եւս բացառություն չէ։ Հատուկ Armflix մեդիա հարթակի համար սկսել էին նկարահանումները Vendetta ֆիլմը, որը դրամա է համեմված կրիմինալ տարրերով։ Գնաց։ Չեն ցտակքի է։ Այդ հանճարեր գաղափարը ում գլխի մեջ ածում է, որից ոչ մի բան պետք չասեք։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Հարություն Մովսիսյանը, Գոռ Հակոբյանը, Նելի Խերանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Միկա Ղափլանյանը, Վիլեն Սարգսյանը, Մարիամ Ադամյանը եւ շատ ու շատ հայտնի եւ սիրված դերասաններ։ Ֆիլմը 6 ընկերների պատմություն է, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ ու երազանքներ, սակայն կյանքի ընթացքը փոխում է ընկերների ուղին։ Կապ չունենալով քրեական աշխարհի հետ, ընկերները որոշում են լուծել ընկերոջ ընկերուհու վրեժը եւ դեմ են դուրս գալիս քրեական աշխարհին ու հենց այստեղ էլ սկսվում է ամուր ընկերության մի մեծ պատմություն։ 6 ընկերների մասին է հիմնականում ֆիլմը, 6 ընկերներից մեկն եմ, ում անունը Դավիթ է, ով մասնագիտությամբ իրավաբան է եւ փորձում է ուզում է դառնալ դատավոր, բայց հանգամանքների երումով չի դառնում։ Հիմա փակագծերը շատ չբացեմ։ Շատ հետաքրքիր նկարահանումներ են մեզ սպասվում ու արդեն ընթանում են։ Ֆիլմի գաղափարը, ֆիլմի ասելիքը իմ կարծիքով լավ ընկերության մասին է, այս ընկերները ամեն մեկը իր անձից շատ մտածում է դիմացի ընկերոջ մասին։ Գոռի կերպարն է ինձ բաժին հասել, դրական բարի հերոս է, ֆիլմը հետաքրքիր է շատ, սերիալային առումով շատ հետաքրքիր իրադարձություններ է տեղի ունենում, մենք կրիմինալ դրամա ենք պատրաստում մեր հեռուստադիտողի համար ու միջև սա էլ նախագծերը հավանություն տվել են մեր հեռուստադիտողը, դրա համար էլ եւս մեկը կներկայացնենք իրենց դատին։ Գլխավոր դերակատարներից Գոռ Հակոբյանը պատմեց ֆիլմում մարմնավորած կերպարի եւ այսպիսի ժանրային փոփոխությամբ պատասխանատու լինելու մասին։ Յուրաքանչյուր դերասանի համար փոփոխությունները շատ կարևոր են ու ես երբ որ հրավերքը ստացա իմ խաղացած բոլոր դերերը հաշվի առնելով միշտ ուզեցել եմ ներկայանամ այնպիսի մի նախագծում ու կերպարով, որը որ գլոբալ կտարբերվի մնացածներից, շատ պատասխանատու է, որովհետև դեռ այսպիսի կերպարով հանդես չեմ եկել ու պետք է ամեն ինչ անել, որպեսզի համոզել, ճակերտավոր ասված համոզել հեռուստադիտողին, որ ես բացի սիթքոմում նկարվելուց նաև կարողանալու եմ մարմնավորել բացասական հերոսին էս ֆիլմի, որի շուրջ պտտվում է ամբողջ ֆիլմը։ Սցենարից շատ բան չեմ կարող պատմել, բայց կերպարը բացասական է։ Ֆիլմի չար տղան է, ասենց ասեմ, որի շուրջ պտտվում է ամբողջ ֆիլմը ու շատ հետաքրքիր է։ Ինքը ես սցենարը որ կարդացի, ոնց որ գիրք կարդայի, այդտենց շատ հետաքրքիր է գրած սցենարը։ Ուղղակի պետք է նենց անենք, որ ինչը որ գրված է, դա կարողանանք ի կատարածել։ Իսկ ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանը, ով ձեզ հայտնի է Armflix հարթակի արդեն իսկ սիրված Տանդեմ, եթե ես կրկին parեմ եւ այլ ֆիլմերից, խոսեց համագործակցության եւ որակապես ավելի բարձր նշաձող սահմանելու մասին։ Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է։ Ֆիլմը մենք հոլդինգը արտադրում է հատուկ Armflix-ի համար, Armflix հարթակով է լինելու ֆիլմը բացառապես ու Armflix հարթակի այս պահի խնդիրներից մեր առաջ դրված ու ընդհանրապես այդ իր քաղաքականության մեջ այն է, որ մենք մի քայլ ամեն անգամ ավելի բարձր որակի, ավելի եւ սցենարային որակի մասին է խոսքը եւ նկարահանումների եւ տեխնիկապես ավելի բարձր որակի, մենք օրինակ հենց մի ամիս առաջ նոր տեխնիկա ենք համալրել, ֆիլմ արտադրությանը հատուկ տեխնիկա, այդ օբյեկտիվներ, տեսախցիկներ, լույսեր, որոնք հատուկ ֆիլմ արտադրության համար է ու Armflix-ի մեր առաջ դրված են խնդիրներն է, որ մենք պետք է բարձրացնենք հայկական կինո արտադրությունը, սերիալային արտադրությունը ավելի բարձր որակի, միջազգային որակին չզիջող ու ավելի հետաքրքիր կոնտենտ մատուցենք դիտողներին։ Ֆիլմը Armflix-ի բաժանորդներին հասանելի կլինի շատ շուտով, իսկ ստեղծագործական կազմը խոստանում է ինտրիգային սյուժե, բազմաբովանդակ սերիաներ եւ սիրո ու ընկերության բացառիկ պատմություն։